խոսքը նախագծերից մշակույթի հուշարձանների, մշակույթի եւ պատմության հուշարձանների պահպանման օրենքի մասին է, որով ըստ էության քաղաքացիական պայմանագիր խմբակցություն քվեարկեց եւ իմ եւ պարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ առաջ քաշված նախագծին, որով առաջարկում ենք, որ մայրաթորին պատկանող հուշարձանները ավելի պաշտպանված լինեն հենց մայրաթորի սեփականության տիրույթում մնալու տրամաբանության մեջ։ Մենք կարծում ենք, մեր դիրքորոշումն այն է, որ մայրաթորին պատկանող հուշարձանները, եկեղեցիները պետք է մնան մայրաթորի մոտ, պետք է դրանց օտարումը կամ սեփականության փոփոխությունը հնարավորինս բարդացված եւ գուցե նույնիսկ անհնար դառնա, կախված իհարկե այն տրամաբանությունից, որը կարող է տեղի ունենալ։ Հասկանալի պատճառով այս օրերին վերջին ամիսներին բավականին քաղաքականացված լինելու պատճառով մայրաթորի կողմից որոշ մայրաթորի փաստացի իրավական ներկայացուցիչների կողմից որոշ ազդակներ են ստանում, բայց միայն դա չի պատճառը։ Պատճառն այն է, որ մենք ուսումնասիրեցինք միջազգային փորձը եւ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներով, թե բազմաթիվ երկրների փորձով կրոնական հուշարձաններ եւ կրոնական մշակութային արժեքները առանձնահատուկ պաշտպանության կարիք ունեն պետությունների կողմից եւ մենք կարծում ենք, որ այս ոլորտը բավականաչափ լավ կարգավորված չէ Հայաստանում եւ դա սկսեց ավելի սուր կերպով երևալ, երբ եկեղեցու ներկայացուցիչների կողմից քաղաքական բուռն գործունեությունը սկսվեց։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում հուշարձանների պահպանության եւ մշակութային արժեքների պահպանության ոլորտը պետք է բերվի միջազգային ստանդարտների։ Բազմաթիվ քայլեր արդեն նախորդ շրջանում արել ենք, թե այս օրենքի, թե թանգարանների օրենքի, թե մշակութային հիմունքների մասին օրենքների փոփոխություններով, բայց այդ փոփոխությունները օրենսդրական կանգ չեն առնի, կշարունակեն եւ ես կարծում եմ, որ սա հրաշալի առիթ է նաեւ մշակույթի հետ կապված գործիչների, այդ ոլորտում աշխատողների համար արձագանքելու նաեւ նախաձեռնություններ առաջ բերելու եւ մենք սիրով դա կքննարկենք։ Շնորհակալություն։